իմ մտքում տենց մոդել կա մարդկային, մարդը մարդուց չպետք է հեռու գնա, ընդհակառակը մարդը մարդուն պետք է մոտենա, Վերջի վերջո մեր փնտրած է հենց մարդն է ու պարզ հարաբերություն։ գնաց, Իմ մոտ էլ է բարելույս, Սամվել ջան, Բարելույս Սարգիս ջան։ ոնց Բարի ես օր։ եղբայր։ Լավ։ Շաբաթ Մենք կիրակի։ իրար չենք ճանաչում, բայց տենց որոշեցինք զրուցել, որովհետև կարող հետաքրքիր դառնար։ Այո, Սարգիս ջան, ես քեզ հետևում եմ իրականում վաղուց, դե ոնց ասեցի ֆոտոների հետ կապված, ես շատ եմ սիրում լուսանկարել ու երբ որ առաջին անգամ այդ դե դու ունես քո գույները ու քո sense սպეციფიկ ձևն ու էսթետիկան ֆոտոների, երբ որ այդ ամեն ինչը տեսա հայկական իրականության հետ համադրված, որ սովորաբար տեսել է, ասենք, չգիտեմ, ինչ որ իտալական, եվրոպական, sense ֆոտոներում, շատ գրավիչ էր ու տենց սկսեցի հետևել։ Հետո վերջերս տեսա, որ ոդքասթ ես անում ու բավականին հետաքրքիր թեմաներով։ Տենց ստացվեց ինչ որ Քեզ բնական շատ զրույց։ շնորհակալ եմ, Սամվել ջան, շատ, հա, հուսով եմ ու ուրախ եմ ախպեր ջան, որ սենց ճանաչեցինք ու սենց դառավ որ կարանք զրուցենք, որովհետև ինձ օրինակ, չգիտեմ, իմ մտքում տենց մոդել կա մարդկային, կյանքի տենց մոդել, որ մարդը մարդուց չպետք է հեռու գնա, ընդհակառակը մարդը մարդուն պետք է մոտենա ու պարզի, բացահայտի մարդկային կյանքերը իմանա, ընկերություն ստեղծի, թե կստացվի, մտերմություն։ Իմ համար էդ է մարդկային կյանքը ու սենց անընդհատ ոնց որ փնտրտուքի մեջ ելնենք, մարդու չէ, անընդհատ տեսակի փնտրտուքի մեջ ելնենք, Ճիշտ է։ որ կարողանանք մեր համար համապատասխան ինչ-որ դաշտ ստեղծենք, որ մեր կյանքը ինչ-որ չափով իմաստավորվի, չէ։ Դա ես իմ կողմից եմ ասում, ես այտենց եմ փորձում ապրել։ Քո մոտ էդի ոնց է մարդկանց հետ։ Նույնը, Սարգիս ջան, հետաքրքիր բան ես ասում, վերջերս հենց այդ էի մտածում, որ իրականում վերջի վերջո մեր փնտրած է հենց մարդն է ու պարզ հարաբերությունն է։ Ու իրականում այս ամեն ինչը ու նաև այս զրույցը ինքը ազատության դրսևորում է։ Ու ըստ ամենայնի մարդկային այն ամենասիրուն ազատության, որի մասին մենք շատ հաճախ խոսում ենք, էլի։ Այսինքն, երբ որ դու կաշկանդված կամ կոմպլեքսավորված չես, ինչ որ տրամաբանված, սենց ասած, կամ շատ նյութական բաներով, օրինակ, չգիտեմ, ամոթ, կաշկանդ եւ այլն, դու ուղղակի զգում ես, որ այդ մարդու հետ պետքա խոսես, կամ քեզ հետաքրքիր է մարդը ի բնեկամի սկզբանե, դու շատ հանգիստ գնում ես կոնտակտի, շփման ու քեզ դուր է գալիս մարդուն բացահայտելու, բացելու, ինչ որ նոր միտք լսելու, կամ քո ունեցած մտքերը քո մտքերին մարտահրավեր նետելը, էլի։ Հենց որ լրիվ հասկանում եմ ու ես էլ շատ սիրում եմ մարդկանց հետ ապրելը։ Ու հետաքրքիր է, չէ, իրոք էդի տենց հեշտ մարտահրավեր չի, չճանաչես մարդուն ու ասես սպասի ելը զրույց ունենանք, որովհետև միշտ ոնց որ դարել անեց, որ այդ ամեն ինչը ինքնըստինքյան ստացվել է, ու մարդը երբեք ինքը չի որոշում ասի, հələ սպասի, էլի։ Տենց ինչ որ պահի տակ գալիս է այդ պահը, որ այդ վիճակը, որ այդ մարդու հետ դառնում է զրույցը, բայց երբեք մարդը չի որոշում ասի, սպասի հələ, ես փորձեմ այս մարդու հետ ինչ որ մի բան, էլի, չէ։ Ու այդ էլ է իմ համար օրինակ մարտահրավեր, հա, հատկապես լրիվ հիմա էլի ինգերս։ Հատկապես հիմա Սարգիս ջան, որովհետև ոնց որ ամեն ինչ արած լինի ու մենք ենք արել իրականում, հետաքրքիր է, որ ժամանակ չունենանք այդ պարզ շփման ու կոնտակտի, հա, այսինքն հնարավորինս ինքնաբավ լինենք իզոլացված, առանց մարդկանց հետ շփման կարիք ունենալու։ Եթե նախկինում պոտենցիալը, հա, որ ինչ որ մեկին կհանդիպեր կամ ինչ որ մեկի հետ պրոստ կսկսեր զրուցել, տենց 70% էր, հիմա կարծում եմ 20-ից 30%-ը, որտեղ այնքան բաներով է լցված մեր կյանքը, ու իրականում այդ շատ բաների տակ ոչ մի արժեքավոր, ոչ մի մեզ համար կարևոր կամ մեզ համար սնունդ հանդիսացող բան չկա, որ դու ուղղակի ժամանակ չես ունենում մարդու հետ ապրելու։ Հա, լրիվ քո հետ համաձայն եմ, լրիվ։ Ու հետաքրքիրը նաև այնա, որ ինչ որ լիքը միֆեր է, չէ, եկել մեր գլխում լցվել, որ այդ ինքնաբավության մոդելը, մարդը կարա ինքը իրանով, մարդը կարա ինքը մենակով, ասես բաներ, որը որ փորձում ես, դու հասկանում ես, որ այդ մոդելը այնա, որ դու դառնաս մանախ։ Այսինքն, եթե դու մանախ չես դառնում, այդ մոդելը ինքը չի կարում գա
ռեալիզացվի, չի կարող իր իդեալական մոդելը ստանա։ Հետևաբար դու էլի հասկանում ես, որ դու մարդու պակաս ունես։ Ու եթե դու չես այդ ուզում այդած քարանձավներում ճգնես, ոչ թե չես ուզում, այլ այդ հնարը չունես, թե չէ ուզելը ես մի քիչ ուզում եմ էդի։ Հա։ Դու հասկանում ես, որ պետք է այս քո առօրյականությանը գցել մարդկային շփումը, որ կարողանաս դու բավարարվես, բավականություն ստանաս։ Ու երբ որ դա չի լինում, ահռելի մի հատ մեծ պակաս ես զգում, ասում ես լավ, ես ոնց հիմա լրացնեմ, եթե մարդիկ ամեն մեկը ոնց որ իր դեմքը տվել է ինչ-ինչ բաներին ու մոռացել է, որ մարդկային շփումն է ամենատակ կետը, ինչը որ մարդուն կարա նաև երջանկացնի էլի։ Հետաքրքիր է, բայց վերջին տարիներին հատկապես դու էլ հաստատ հանդիպած կլինես ու բոլորս ենք տեսնում, ինչ որ անընդհատ հետազոտություններ, որ ամեն դեպքում մենք սոցիալական սենց ասած արարածներ ենք ու շփումը, մարդկային կոնտակտը մեզ համար ոչ միայն մտավոր ու գիտակցական մակարդակում է էական բան փոխում, այլ նաև ընդհուպ միշտ բիոլոգիական, այսինքն մեր քիմիան նենց է սարքած, մենք այնպես ենք դիզայն արված, որ առանց մարդկային կոնտակտի հարաբերության ու փոխ գործունեության մենք պրոստը չենք կարա որպես ամբողջական բիոլոգիական մեքենա ճիշտ կենսագործենք։ Այդ խնդիրը իրականում նույնիսկ ձևակերպվում է այսօր գիտականորեն։ Բայց մի հատ հետաքրքիր բան հիշեցի, Սակ ջան, ուրեմն ես երևի թե տենց 21-22 տարեկան էի ու ոնց որ առաջին անգամ այդ շատ հասկանալի նյութական աշխարհից ու նաև իմ փոքր իրականությունից դուրս ինչ որ բաներ էի ուզում բացահայտել ինձ համար, հա, ասենք ինչա կյանքը ավելի մեծ մասշտաբով։ Առաջին անգամ այդ հարցերն էին ձևակերպում ու այնպես ստացվեց, որ ինձ համար շատ կարևոր մի մարդու հանդիպեցի, ով ինձ հետ այդ հասունացման ճանապարհը շատ մեղմ ու շատ հանգիստ կիսեց, շատ նուրբ մտավ իմ կյանք ու շատ հանգիստ կիսեց, հոգևորական էր, ում որպես հոգևորական առաջին անգամ վստահեցի, հա, սկսեցինք իրար հետ խոսալ տարբեր բաների մասին, ես ինձ հետաքրքրող հարցերն էի ասում, կրոնական տեսանկյունն էինք ոնց որ մտցնում այդ իրականության մեջ ու նաև շատ ավելի վեր ու շատ ավելի լայն, քան կրոնականը, հոգևոր, հա, այդ ոչ նյութական կողմը։ Ու այս մեր զրույցներից մեկի ժամանակ ես խոսում եմ, որ ինձ մենակությունը երբեմն շատ բավարարում է, այսինքն ես չունեմ մարդկանց կարիք, որպես այդպեսին ինչ որ երջանկության ինչ որ վիճակներ ապրելու կամ ստեղծելու համար։ Ու հետագայում մեր խոսակցությունների ժամանակ, երբ որ ես միշտ հասկանում եմ, որ ինքը լռում է այդ պահերին, հա, այսինքն հաստատում չկա, ու միանշանակ ես էլ երիտասարդ էի, ինձ շատ բան կիսատ էր թվում այդ ժամանակ, այսինքն ինչ որ փոքր սենց ասած փոքր ձեռքբերումները շատ մեծ ու շատ էական էին թվում։ Բայց ժամանակի ընթացքում այդ լռությունը տրամաբանվեց ու նաև ինքը պատասխանեց, հետաքրքիր բաներ ասում։ Ես ասում եմ, որ գիտես, ուզում եմ հասկանամ մարդկանց հետ հարաբերության իդեալական մոդելը որն է, որի մեջ ես ապահով կլինեմ, բայց միևնույն ժամանակ որպես մարդ իմ ամբողջական այդ փունջը կբացվի, էլի, որովհետև երբ որ դու իզոլացված ես, դու շատ կեղծ եսի հետ գործ ունես։ Մարդը իր սենց ասած բոլոր ձևերը փորձառում է, երբ որ ինքը շփվում է այլ մարդկանց հետ։ Օրինակով ասեմ, շատ հեշտ է լինել բարի, եթե կողքդ բարության կարիք ունեցող մարդիկ չկան։ Շատ հեշտ է լինել կարեկցող, երբ որ իրականում կարեկցանքի կարիք ունեցող մարդիկ չկան, որ դու մենակ ես, հա, եւ շատ բացահայտվում է այդ քո եսը, քո էգոն, քո թերությունները այդ առումով, երբ որ քո կողքը իրական խնդիրներ ունեցող մարդիկ կան։ Ու այս հարցերով գնացի իր մոտ, շատ հետաքրքիր մի բան ասեց, գիտես, ու այդ ընթացքում շատ ենք խոսում ընկերության մասին, որտեղ ընկերությունը մարդկային հարաբերության, սենց ասած, այդ տարիքում ամենագրավիչ ու ամենահետաքրքիր ձևերից մեկն է։ Բայց ինքը շատ հետաքրքիր մարտահրավեր ու հարված նետեց ինձ, ասեց, գիտես, կարծում եմ պետքա սկսես քո ընտանիքի անդամներից ու քո ծնողներից մասնավորապես։ Այդ տարիքում բոլորիս մոտ տնից փախնելու այդ բանը, չէ՞։ Ու նաև ինչ որ ըմբոստության սենց ալիք է սկսվում, քեզ թվում է, թե դու ազատվում ես մի բանից, որը քեզ միշտ պահել է ու շատ հեշտ է այդ ընթացքում սովորել չսիրելը կամ չգնահատելը կամ ձևակերպել որպես հիմնական խնդիր։ Այդ մարդը շատ հետաքրքիր ձևակերպեց ինձ համար առաջին անգամ ու ես այդ օրվանից սկսած ցանկացած նույնիսկ դրական գործողություն, որ պիտի անեմ այլ մարդկանց նկատմամբ, գնահատում եմ
իմ ծնողների ու շատ անմիջական հարազատների միջոցով։ Մարդկանց, որոնց ես չեմ ընտրել, բայց որոնց համար պատասխանատվություն ունեմ ու որոնց սիրում եմ, հա։ Ոնց որ այդտեղ այդ մարդկային հարաբերության ամենասիրուն, ամենաբնական ու ամենաարժեքավոր ձևն է, հա, սենց ասած բացվում։ Ինչի հիշեցի այս խոսակցությունը, որտեվ իսկապես հիշեցի ու շատ սիրուն տեղ տարավ այդ մարդը ինձ։ Ու հարաբերությունների մասին հատկապես մտածելիս ու խոսելիս միշտ գնում եմ այդ նախադեպի վրա։ Շատ լավ բան ես ասում, ախպերս, հա։ Իրականում միշտ այդ մտքիս իմ մեջ էլ է այդ ամեն ինչը էփվում։ Թե ոնց է դառնում, որ մարդը կարա անշահախնդիր սիրի այն մարդկանց, ում որ ինքը չի ընտրել ու այդքան նվիրվի ու ծառայի։ Ու իմ մոտ էլ էտապ եղել է այդ ըմբոստության, էտապ եղել է, որ ես ինչ եք անում, սխալ եք, խի եք քիչ անում, շատ պետք է անեիք սես բաներ, խի ես սրանով չեք ապահովել, նրանով չեք ապահովել ու սես բաներ, սաղ մնացել է ինձ ու սենց գիտես այդ հարցերի շարանն ու մեղադրանքը, բայց հետո երբ որ մտնում ես արդեն ինքդ քո կյանք, դու հասկանում ես, որ ոչ մի բան հեշտ չի, ինչը որ տրվել է քեզ, ուրեմն այդ պետք է տրվեր, ինչ էլ դու պետք է անեիր, ուրեմն դու պետք է անեիր, ուրեմն դա քո մասնաբաժինն է եղել ու ես այս վերջի տարիներս այնքան սկսել եմ շնորհակալ լինել, ինչը որ տրվել է կամ ինչը որ կա։ Ու դրա մեջ ոնց որ նաև գալիս ես նրան, որ այդ ինչը որ կան էլ ինքը գնալով դառնում է անլիարժեք։ Ինքը գնալով դառնում է այդ պերֆեկտից շատ հեռու մի բան, ինչքան որ մեր ծնողներն են մեծանում, ինչքան մենք ենք մեծանում։ Ու հետո այդ անշահախնդիր սերը դու էլ ավելի խիտ ես զգում ու զգում ես, որ ծառայությունը դա սուրբ բան է։ Այսինքն ինչքան դու ծառայում ես այն մարդկանց, ում որ դու սիրում ես, այդքան դու ուրեմն Աստծուն մոտ ես։ Այդքան դու կարիք ունես Աստծուն մոտենալու, սենց ասեմ, էլի, որովհետև ինձ թվում է այս ծառայությունը ինքը այդ ամենադժվար ճանապարհն է, որտեղ որ մարդ անշահախնդիր կերպով ինքը որոշում է, որ ինքը սпасելիք չունի այդ ծառայության դեմ։ Ես դա տալիս եմ, որովհետև ուզում եմ տամ։ Ու այդ որոշումից սկսած դու սկսում ես արդեն զգալը, որ կյանքդ գնալով մաքրվում է, դու սկսում ես արդեն հեռու մնալ այն ամեն ինչից, ինչը որ քեզ թունոտում է, ինչը որ քեզ քո մտքերը աղտոտում է, էսա անում, այնա անում, անգամ այն ամենատհաճ դեպքերին, ես նայում ես, ասում ես ուժել ունեմ, զորություն էլ ունեմ, փառք Աստծո, սաղ կանցնի ու լավ կլինի։ Ճիշտ է։ Չգիտեմ, դա իրոք մի հատ այնց զգայուն կետ է, որի վրա ես շատ հաճախ եմ ինքս ինձ բռնում, որ ես իրոք կուզեմ, որ մարդիկ գնահատող լինեն իրենց ծնողներին, ընդհանրապես մարդկանց, ընդհանրապես։ Հետաքրքիր է, չէ՞, որ հարաբերության մասին խոսալիս եկենք հասանք ընտանիքին։ Հա։ Вообще չի Այսինքն այդ առաջին կետն է, այսինքն մեր առաջին բանն է, որ փորձառում ենք, էլի, այսինքն հարաբերության առաջին մոդելն է, որ մենք փորձառում ենք։ Ոստ ամենայնի ամենաերկարը։ Այսինքն դու մի ամբողջ կյանք մի մարդու հետ տարբեր ցիկլեր ես ապրում հարաբերության, անընդհատ փոփոխվող, բայց այդ ամեն ինչի մեջ մի բան է կայուն մնում, այսինքն քո վերաբերմունքը, քո սերը, քո որ ասում ես ծառայություն եւ այլն։ Հետաքրքիր է, այսինքն գիտակցական ու զգայական մասը միավորվելով, այն բնազդային ամեն ինչը սկսում են կառավարել, էլի իրանց ենթարկացնել։ Ու հետաքրքիր է, բայց ծնողների այդ հարաբերության ֆորմատով ու ֆորմուլայով կարելի է հասկանալ ինչքան իրականում ուժեղ է, էլի մարդը, ուժեղ կարա լինի մարդը։ Նաև սովորական հարաբերությունների դեպքում նոր ընտանիք, ընկերություն, այս նույն սկզբունքը կարող է կիրառվի հարաբերության այլ ձևերի վրա։ Ես էդ էի քեզ ուզում հարցնել։ Ընդհանուր քո մոտ էլ է, տենց դու էլ ես գալիս նրան, որ անգամ ընկերության մեջ, այսինքն այդ ֆորմատը, որը որ դու վերցնում ես այդ անշահախնդիր սիրո ֆորմատը, ոնց որ վերցնում ես ու դու պրոյեկտում ես այն տիրույթներում, որտեղ որ նոր ընկերություն է ձևավորվում, նոր հարաբերություն է ձևավորվում, ու դու փորձում ես այդ ֆորմատով առաջ տանես, կառուցես այն հարաբերությունը, որը որ էական չի, ինչ կերպ, այսինքն ընկերություն թե անձնային հարաբերություն։ Ես օրինակ իմ մոտ ես էդի բռնում եմ, որ ես գնալով արդեն փորձում եմ իմ հարաբերությունների մեջ այդ ֆորմատը աշխատացնեմ։ Ճիշտ է, ափսոս շատ ժամանակ մենք գալիս ենք ու հանգում ենք նրան, որ չաշխատեց, այս անգամ էլ չաշխատեց, սենց, բայց ինձ թվում է դրա մեջ էլ սկսում ես սովորել չչարանալ։ Չչարանալ ու այդ իրականում ամենաբնական, հենց գիտես, ի սկզբանե էդ էի ասում, որ իրավիճակներ կան, որ մատնում են, թե իրականում ով ենք մենք։
շատ հարթ ու շատ գլատկի, հա, ռուսերեն ասած վիճակներում շատ հեշտ է լավը լինել։ Շատ հեշտ է կարծել, որ նենց ամեն ինչ նորմալ է, էլի, դե ես լավ մարդ եմ, լավ տղա եմ, մի խոսքով, մնացած բոլորի մոտ խնդիրներ կան։ Երբ որ ընկերդ դուրս է գալիս այդ ընկերության տրամաբանության մեջից ու քո առաջ մի հատ խնդիր է դնում, որը հեչ ընկերության ֆորմատի մեջ չպետք է լիներ, այդտեղ նաև իրականում դու ես փորձ հարվում։ Դու ես առերեսվում այն ամեն ինչի հետ, ինչին իրականում հասել ես ու որտեղ ես, էլի, ոչ միայն այդ ընկերդ, այլ նաև դու։ Հետո երբ որ ստացվում է մոտդ հաղթահարել այդ շրջաններդ, մենք էլ ենք հաստատ փոքրանում, այսինքն այդ փոքրանալու, մանրանալու դրվագներս, որ մեր ընկերները երբեմն ունենում են կամ մեր հարազատները, մենք էլ ենք ունենում։ Դրանցից շատերը նկատվում են կամ չեն նկատվում, սա հարցի մյուս կողմն է։ Բայց երբ որ դու նկատվում ես ու դրա նկատմամբ վերաբերմունք ես գեներացնում, այդ վերաբերմունքով կարելի է որոշել ու հասկանալ, թե որտեղ ես հասել։ Որտեվ միշտ երբ որ ես այդ փոքրությունները հաղթահարել եմ ու դրանց նկատմամբ ինչ որ բան սենց ասած չեմ գեներացրել, վերջնական հա, սենց կնիկ, վերջնական ինչ որ դատողություն, ուղղակի անցել եմ հասկանալով, որ դիմացինս մարդա ով էս պահին շատ ավելի խոցելի է, քան ինքը որ էս պահին փորձում է ինձ տենց բզի էլի խոցի եւ այլն եւ այլն։ Իրականում այդ անցնելուց հետո, երբ որ դուք էլի վերադառնում եք այն նորմալ վիճակին, չէ, խոսացինք, որ ինքը դինամիկա է անընդհատ փոփոխվող, դու հասկանում ես ինչքան փոքր դրվագ էր դա ու ինչքան մարդկային էր այդ փոքրությամբ։ Ու ոնց որ սրանով գալիս է հասունություն ու այդ հասունության փորձը։ Ոնց որ քո հարցին պատասխանելով, հա, ես էլ եմ նույնը զգում ու մի տեսակ բան եմ հասկացել, որ մեր ակնկալիքները իրական ընկերության մեջ շատ խանգարող են։ Ընկերությունը ինչքան զուր կա հանձնական ակնկալիքներից, այդքան շատ ավելի քիչ ենթակայա վնասման։ Ակնկալիքները գալիս են եսից, իմ կարծիքով եւ իմ ընկալմամբ, հա, որքան փոքրացված է եսի հանգամանքը ու մեծացված է մարդու մարդկային հարաբերության հանգամանքը, այսինքն հիմնված այդ արժեքի վրա, հա, մարդ արժեքի վրա, ոչ թե ես, այնքան ոչ խոցելի է այդ հարաբերությունը։ Ամեն դեպս իմ բոլոր այն ընկերությունները, որոնք հիմնված են եղել այդ գիտակցության վրա, այս տեսակ գիտակցության վրա, survive են արել բոլոր իրավիճակները։ Շատ բազմապիսի լավ կետեր է շեշտում, որոնք որ սենց ուզում եմ ամեն ինչին էլ անդրադարձ լինի, զուտ այդ հանգամանքը, թե մենք ոնց ենք էլի տեսնում, ոնց ենք այդ վիճակները հաղթահարում, երբ որ սենց ինչ-որ ցնցումներ է տեղի ունենում, ինչքան կարևոր է, որ մարդը չմոռանա դիտարկել նաև մյուսի դիտակետը, թե մյուսի կյանքում ինչ կա, կամ մյուսը ինչի մեջ է, կամ ինչպիսի մարդ է, ինքը երևույթներն ու վիճակները ոնց է տանում, ոնց է անցալում, ինչ է հիմա իրա մոտ տեղի ունենում։ Ու երբ որ այդ ամեն ինչը չի դիտարկվում ու մենակ ասվում է, ուժա տեսել է ինչ արեց, ոնց վարվեց ու սես բաներ, ամեն ինչ փոշի անում է մի վարքյանում այդ եկակառույցը ոնց որ դնես ու քլնգես ինքը էթա։ Ու էդի ես իմ վրա էլ եմ բռնել, որ իմ հոգեվիճակային տատանումներից ելնելով ես ինքս իմ վրա բռնել եմ, որ ես այս մարդու հետ մի քիչ այն չէի ոնց որ ես պետք է ելնեի ախպեր, հələ սպասի։ Մի քիչ ավելի ներփանեկատ պետք է ելնեի։ Ու երբ որ բռնում ես դու բնականաբար չես էթում այդ մարդուն այդ պահին ասես, բայց էդի քո մեջ արդեն դաս է լինում, թե հաջորդ անգամ դու ոնց լինես ու ոչ միայն իր հանդեպ, այլ ընդհանրապես քո միջավայրի, ով որ քեզ մոտ են ու սիրելի են։ Ու զգում ես քո աճը այդ ամեն ինչի մեջ։ Դու զգում ես, որ էլ ավելի ես հղկվում ընկերների հետ, ընկերների սիրո նկատմամբ, իրանց նկատմամբ ինչքան կարելի է ներփանեկատ, ինչքան կարելի է հոգատար լինելու մասով, բայց միշտ ինչ որ չափով ինչ որ ակնկալիք չես կարող հաղթահարես։ Էդի այնա, որ էգոտ չի գալիս դառնում 0։ Այդ էգոն միշտ ինքը ինչ որ չափաբաժին պահում է, որ անընդհատ քեզ խանգարի։ Որովհետև եթե էգոտ դառավ 0, ուրեմն կիսա աստված ես դառնում, այդպես չի լինում։ Նամանավանդ այս մեր կենցաղային կյանքի մեջ, որ ամեն օր ինչ որ մարտահրավերներ են, գործի, սիստեմի, քո ներքին պայքարների, ամեն ինչս էս լցվում է ու դառնում է մի հատ եկա բորշ, ու դրա մեջ ոնց էլ չլինի էգոտ աշխատում է, քեզ ինքը հանգիստ չի թողում։
Ու հետո էդի գալիս պրոյեկտվում է նաև այն ասպեկտներում, որտեղ որ դու հեշտ չէիր ուզի, որ իրանք գործ ունենային այդ ամեն ինչի մեջ էլ։ Դե հետաքրքիր է, գիտես, հենց այդ է, էլի։ Էգոիդ full բացառումը եղանակ չի եւ անհնար, ճիշտ ես ասում, իսկապես անհնար է, բայց այդտեղ շատ կարեւոր մի հատ հանգամանք է սկսում աշխատել այդ հասունացման ու սենց ասած հղկվելու ճանապարհին, էլի քո վերաբերմունքը։ Ոնց ես դու տեսնում դեպքը կամ նախադեպը, ոնց ես գնահատական տալիս։ Եթե դու post factum նկատում ես, որ այդտեղ էգոտ ընդգծված ինչ որ գործողություններ անում ու իրականում այդ եզրահանգումը կամ եզրափակումը, որ ուզում էիր, քո եսի համար է, եսի դեր մենակ ծառայում։ Այս եզրահանգումը տօգնում որ հաջորդ նմանատիպ խնդրի ժամանակ շատ ավելի նուրբ լինես, շատ ավելի զգուշ լինես։ Այս տրանսֆորմացիան ու փոփոխությունը շատ դանդաղ է լինում, այսինքն ամեն հաջորդ դեպքին կարող է ինչ-որ միկրո դոզայով փոփոխված լինի վարքդ, բայց խոշոր հեռանկարում ու խոշոր պլանում ոնց որ քո մտածողությունն ու վերաբերմունքը քո հետ կատարվող դրվագներին որոշում է թե դու ով ես լինելու հաջորդ նմանատիպ դրվագում, հա։ Այս վերջերս գիտես մի հատ բանի էի ուշադրություն դարձնում։ Իմ շատ մտերիմներից մեկը, շատ մտերիմ ընտանիքի անդամներից մեկը հաշվանդամություն ունի ու խնդիրն է այնպեսին է, որ առօրյա գործողությունների կամ առօրյա կենցաղային ինչ-որ դրվագներում վերաբերմունք ցույց տալը այդ մարդու թերությանը պայմանականորեն ասված կամ այդ մարդու խնդրով պայմանավորված կենցաղային դրվագներին շատ հեշտ է, այսինքն ռեակցիա է տալի։ Մենք գոյություն ոնց է, չէ՞, ցանկացած իրավիճակում կա trigger, ինչ որ բան, որ ռեակցիա է առաջացնում, եւ մյուս կողմում կա ռեակցիա, հա, ինչ որ մի բան, գործողություն, մի բան ու կա ռեակցիա։ Այս մեջտեղում քո վերաբերմունքն է եւ քո որոշումն է։ Այդ այն է, ինչին մենք կամք ենք ասում։ Ու բոլոր իրավիճակներում որոշիչը մեր ով լինելու ոչ այս մեկն է տեղի ունեցող իրադարձությունը, ոչ էլ այս մեկն է ռեակցիա։ Խնդիրը այս կենտրոնի հատվածում գտնվող այն դիտորդն է, հա, observer անգլերեն ասված, ով որ վերևից նայում է, որ դրվագված է իրականությունից ու կարողանում է այդ ռեակցիայի առաջացած բիոլոգիական ու քիմիական բանից դուրս գա փոկվի, մի հատ արագ գնահատական տա ու նոր թույլ տա այդ ռեակցիան լինելու։ Այս շատ բարդ բան է, բնականաբար ոչ մեկիս հատուկ չի։ Բայց ինչ էի նկատում ու այդ իմ ընտանիքի անդամի դեպքի ինչի քեզ օրինակ բերեցի, շատ կենցաղային մանր դրվագներում շատ գրգռող գործողություններ կարան լինեն, հա։ Ասենք օրինակ ինչ որ շատ մանր բան եմ ասում, դուռը փակելուց շատ ուժեղ փակել կամ ինչ որ մի բան, որ դու այդ պահին կենտրոնացած աշխատում ես եւ այլն, եւ այն կողմից ինչ որ գրգռող բան կա։ Դե զայրույթը բնականաբար այդ բնական ռեակցիա է, ու իր առաջանալը շատ տրամաբանված է այդ բառակը։ Ես սենց հետևում եմ, նայում եմ ու նաեւ ինձ եմ հետևում, իմ գործողություններն եմ հետևում։ Շատ հստակ սենց 50-50-անոց բան կա, հա, մոտիվ կա։ Դեպքերի 50%-ում ես շատ արագ ռեակցիա եմ տալիս, 50%-ում շատ լուրջ պատճառ ու ազդակ ունենալով հանդերձ ես կարողանում եմ փոկվեմ ու չարձագանքեմ նենց, ոնց տրամաբանական է արձագանքելը եւ կամ ոնց օրգանիկ sense բիոքիմիա ենթադրում է, էլի, ես պիտի արձագանքեմ։ Ու դու զարմանում ես, չէ՞, այդ պահերին, որ քեզ ու ես զարմանում եմ, որ ես այդ պահին կարողանում եմ դիտորդը լինեմ ու ես նայում եմ նաեւ իմ ընտանիքի մյուս անդամներին, որ ակնհայտ այդ գրգռիչը կա ու միևնույն ժամանակ մարդ կարողանում է դրվագվի ու ինձ այնքան սիրուն թվաց այդ ամեն ինչը։ Ու ինձ այնքան էլ այդ պահին պետք չէր մարդության կամ տենց սիրուն մարդ լինելու այլ ձևակերպում։ Անընդհատ էս վերջերս, այսինքն ես մտածում եմ, լավ, ո՞րն է մարդ բանականը։ Հա, այսինքն ո՞րն է այն հատկությունը, որ մարդ բնազդայինից մի մակարդակ բարձրով մենք գործ ունենք բարդ սոցիալական ինչ-որ բանի հետ, հա։ Ու այս հենց այդ ռեակցիայի ու ազդակի մեջտեղի այդ վերաբերմունքն է, որը կարա աշխատի նաև post factum, այսինքն գործողությունը եղավ նույնիսկ զայրույթը, բայց դրան անմիջապես հաջորդում է այդ կառեկցիան, ասենց ասած trigger անող վերաբերմունքը։ Շատ լավ բան ես ասում, շատ լավ բան ես ասում։ Ու էդի մեր ամենօրյա կյանքն է այդ։ Մենք էլ կանգնած ենք մեջտեղում ու սաղ օրը մենք որոշում ենք, թե այս պահին
իմ ակնկալիքն ինչ էր, ուղի առաջացավ այս զգացումը ու ես այս զգացմանը ինչ արձագանք տվեցի։ Ու մեր ամենօրյա կյանքն է դա, անկախ այն հանգամանքից, մեկից մոտ մի քիչ էդի խտացված ինտենսիվ է, մյուսից մոտ մի քիչ ավելի թույլ է, կախված մեր կյանքի վիճակներից, դեպքերից, բայց ամեն դեպքում բոլորս կանգնած ենք այդ որոշման առաջ, որ մենք որոշենք, թե ոնց լինենք այս վիճակում ու ոնց մեզ դրսևորենք ու ոնց արձագանքենք, այո։ Ճիշտ է։ Ու այդ քո ասածը իրոք այնքան ոնց ասեմ, դա հենց այդ է, այդ իմաստության ճանապարհն է, որտեղ որ դու որոշում ես, որ ես իմ ռեսուրսների, չգիտեմ, այն ինչը որ ես ունեմ, կփորձեմ սևեռել դրա մեջ, որ ես փորձեմ գոնե մաքսիմալ չափով այդպեսին լինեմ իմ կյանքի մեջ։ Ու ոնց որ եթե դու բռնում ես այդ ճամփեն, ուրեմն այդ նշանակում է արդեն դու քո կյանքին մի հատ մեծ, ասենց իմաստ ես հաղորդում, որովհետև դու ուղի ես ընտրել։ Դա ուղի է, որովհետև այդ ուղուն դու ամեն օր ես բախվում ու այդ ուղու հետ ամեն օր դու մարտահրավեր ունես։ Բայց երբ որ դա չկա, դու թողում ես ասենց իրան կամայական ուղիներում կորելու ու ներսիդ քո ասած բիոլոգիական ինստինկտը սաղ օրը կենթանավարի խոսում է, գոռում է, ջղայնանում է, կատաղում է, գլուխը տաքանում է, ուզում է, հա, ինչ տեսավ ուզեց, ինչ ուր իրան ամեն ինչ տարավ, հոսքը, իսկ այդ հոսքը ինքը այնպես մեծ ուժ ունի, որ դու եսի ինչ պետք է ելնես, որ ու մեկ-մեկ ես ինձ բռնում եմ դրա վրա։ Մեկ-մեկը որն է շատ հաճախ, մեր սաղ կյանքը դրա մասին է հիմա, այդ սոցիալական մեդիայից բռնած, մեր դուրսը հելնել քայլելուց, շոփինգ ցենտրների կողքերով քայլելուց, կանանց ու տղամարդկանց տեսնելուց, մեքենաներ ու SNN-ն, այսինքն սաղ մեր կյանքը դրա մասին է։ Տեսար, եթե կարաս չուզես, ուրեմն հարանակ քեզ։ Իրականում գիտես մի հատ հետաքրքիր բան ասեմ քեզ, ամբողջ ժամանակակից կոմերցիան, հա, բիզնես գործունեությունը նպատակադրված երկու կարևոր բան է փորձում անի այսօրվա մարդու հետ։ Առաջինը այդ ազդակի, որ խոսացինք, չէ, trigger, այդ trigger-ը տարբեր է, այսինքն ես փորձեցի իմ իրական կյանքից օրինակ բերել, բայց այդ trigger-ը ամեն տեղ է, այսինքն ցանկացած վարքյան դու ինչ որ ազդեցության տակ ես։ Այո։ Հատկապես երբ որ դու ունես, ասենք, այս գործիքը։ Ինքը միլիարդավոր ազդակներ է քո վրա ուղարկում, ընդ որում մշակված, հղկված հատուկ քո համար։ Ընդ որում դա մենք ընտրում ենք ցանկացած application ու ծրագիր օգտագործելուց, ուզում եք պերսոնալիզացված առաջարկ եւ գովաստ ստանալ։ Մենք սեղմում ենք կամավոր այո։ Այդ առաջարկները իրականում շատ լավ ու շատ խելացի ու մարդու հանճարի, մարդու ուղեղի ամբողջ հնարավորության օգտագործմամբ մշակված որսորդական բաներ են, գործիքներ են, հա? Ազդակներ են։ Մի հատ հետազոտություն էի նայում ես վերջերս, մարքեթինգի մեջ շատ կարևոր է մարդկանց գիտակցական մակարդակի սենց ասած հաղթահարումը։ Այսինքն երբ որ դու կարողանում ես subconscious, ենթագիտակցականի վրա ազդեցություն ունենաս կամ բնազդայինի ազդեցության վրա, դու հաղթած ես, հա, շատ դեպքերում։ Օրինակ, երբ պատկերացնենք մի հատ սպիտակ սենյակ կա, որի կենտրոնում մի հատ շատ փոքր կոճակ կա, սև գույնի։ Հավանականությունը, որ դու այդ սենյակում կսեղմես այդ կոճակը, սպիտակ սենյակում ու անորոշության մեջ, հա, շատ փոքր է։ Հիմա երբ պատկերացնենք իրավիճակ, որ այդ կոճակը շատ մեծ է ու կարմիր։ Հավանականությունը, որ դա քեզ այդ կոճակի հետ ինտերակցիայի կմղի ինչ-որ ձևով, բավականին մեծ է։ Սա փորձ է, որը արվել է նաև կենդանիների հետ, հա, այսինքն բնազդներ ունեցող ինչ-որ արարածների հետ։ Հիմա մարքեթինգի ու ժամանակակից կոմերցիոն գործունեության մեջ այս ազդակները խորը մշակված են։ Երբ որ մենք տեսնում ենք բուրգեր, այդ բուրգերի վիզուալ տեսքը պատահական չի այդպես մշակված, հա, այսինքն որ դու տեսնում ես մեծ բեկոն, ինչ-որ պանիր հալվող, հա, այդ կատարելիզացված, ու անկախ քեզնից, այսինքն այդտեղ մարդ բանականի վրա չի էլի շեշտադրում, այսինքն քեզ ազատություն չեն տալիս։ Կոլայի թշոցը բանը, չէ՞, կամ կոլայի թշոցը։ Սա ինչ որ թվում է, թե ասենց ինչ որ մեկը ինտուիցիայով հասկացել է, բայց ոչ, սա իրականում վարքային ինժեներիա է, այսինքն մարդիկ հասկանում են, թե դու բնազդային եւ տենց
ենթագիտակցական մակարդակում ինչին կարձագանքես ու դրա շեշտադրմամբ շուկային մտցնում ինչ որ առաջարկներ։ Եվ ամբողջ խնդիրը այն է, որ մեր աշխարհում, ժամանակակից աշխարհում, այդ ազդակները մշակված ամեն վարքյան, այսինքն մենք անդադար օբյեկտիվորեն, այսինքն սա ինչ որ տենց դրամատիկ բան չեմ ասում։ Ես որպեսզի պարզ լինի, ես շատ սիրում եմ կյանքը ու շատ սիրում եմ այսօրվա աշխարհը։ Ինձ համար այսօրվա կամ երեկվա կամ մի քանի տարի հետոյվա աշխարհը շատ ավելի լավը չի, որովհետև կա ինչ որ որովհետևներ, հա։ Ես շատ սիրուն տեղավորված եմ իմ իրականության մեջ, ես ընդունած եմ ու ես շատ սիրում եմ այն ամեն ինչ կատարվել է, Քոնտրոլներով ապրում ես, էլի։ Հա։ Ուզում ասեմ, ոչ թե դեմոնիզացնում եմ, այլ օբյեկտիվ բաներ եմ ասում, նաև մասնագիտական տեսանկյունից, հա։ Մենք անընդհատ որսման ռիսկի տակ ենք։ Ցանկաց դու մայթով դուրս ես գալիս, ոչ միայն այդ կոմերցիոն գործունեությամբ են քեզ անընդհատ փորձում որսնել, քո լավագույն կապիտալ քո ուշադրությունն է։ Այդ ուշադրությունից հետո քո որոշում կայացնելը, քո փոխարեն որոշում կայացնելը, այնա ինչ ցանկացած կազմակերպություն այսօր ուզում է անել, հա։ Որոշում կայացնել ու քեզ մոտ տպավորություն լինի, թե դու ես դա որոշում կայացնել։ Այս աշխարհում, այս տրամաբանությամբ աշխարհում ու այս ինտենսիվությամբ մեր վրա աշխատող անհատական մակարդակում մեր վրա աշխատող ու կենտրոնացած աշխարհում սեփական այդ գիտակցությունն ու այդ դրվագվելը ունենալը աննորմալ մարտահրավերային է։ Որոշ դեպքերում պրակտիկապես անհնար էլի։ Այսինքն դու շատ լուրջ ջանք ու աշխատանք պիտի տանես, որ հնարավորինս դրա զոհը քո կառույցը ուղղահայաց լինի, ոչ թե հորիզոնական sense ռեսուրսը ցելվի ստեղ sense տարածված։ Հա։ Նույնիսկ եթե անգամ այդ կոմերցիոն բանից դուրս գանք, Սակ ջան, ասենք դու փողոց ես դուրս գալիս, ցանկացած մարդ պոտենցիալ մի հատ նպատակ ունի։ Էլի աշխատել քո ուշադրության վրա, հագնվածքով, մարմնով, տեսքով, ամեն ինչով, հա։ Դու ուղղակի ժամանակ չունես։ Դրա համար ենք հոգնում, եղբայր։ Ես օրինակ անկեղծ մի հատ հերիք ա լինում հելնեսպտտես գաստում ու դու զգում ես ոնց որ ֆիզիկական մեծ աշխատանք տարածելն է զուտ նրա համար, որովհետև այդ ամեն ինչն այնքան շատ է ու այդ ուշադրությունը ու այդ հայացքները ու այդ ամեն ինչը քո ասացի համաձայն էլի թե մարդկանցից բռնած թե ֆիրմաներից էսից այնից այնքան կանչող բան կա դու արդեն ասում ես ախպեր ես չեմ ուզում այդ ամեն ինչ ու գալիս ես տուն ժողում ես հոգնել ես դու այդքան դու ուշադրություն ես դարձրել որովհետև դու մարդ ես մարդ արարած ես ու ես կարծում եմ որ այսօրվա մարդը ես էլ եմ սիրում այս կյանքը շատ բայց մենք երևի թե առաջի մարդն ենք ով որ ընկավ այս փոփոխական շրջանի տակ կես բան ուրիշ ապրա ուրիշ բան ապրած կես բան вообще ուրիշ բան ապրած կամ ապրող вообще սովոր չենք այս փոփոխությանը ու չես կարում դու ինտեգրվես ու չես կարում ադապտանաս այդ արագ փոփոխություններին ոնց որ ամեն օր դու նոր մի մարտահրավեր ես հայտնաբերում ասում ես արա էս ինչ էր մի հատ էլ հələ արի սրան հարմարվի կամ մի հատ էլ արի սրա մեջ դիրքավորվի հասկանում ես ու ինձ թվում է այսօրվա մարդու պսիխիկան շատ տարբեր է 20 կամ 30 տարվա մարդու առաջվա պսիխիկայից։ Սակ ջան, պատահական չի ասենք, որ եվրոպական շատ հիմնականում ուրբանիզացված քաղաք բաներում, շրջաններում, տարածքներում անտիդեպրեսանտը այո, հետ ուղղակի ոնց քեզ ասեմ, ջրի պես օրվա մի հետ բան այդացող բան է։ Երեք ընկերոջս հետ է խոսում։ Հենց դրա մասին էլի ոդքասթ էինք խոսում։ Ինքն էլ հոկեբան տղա է ու ասում է եղբայր Գերմանիայում, այսինքն 30-40-ից սկսած տարեկանից էլի, ամեն երկրորդ մարդը էդի էլի որպես ստատիստիկա ընդունում է անտիդեպրեսանտներ։ Ու երբ որ էդի ուզում ես պատկերացնես, էդի նշանակում է, որ sense ում դու տենում ես քայլող ամեն երկրորդը ինքը պսիխիկայի հետ խնդիր ունի ու ինքը իր հետ խնդիր ունի ու ինքը չի կարող այդ խնդիրները իր ներսում լուծի ու բնականաբար առաջնահերթ ինքը քեզնից հեռու կմնա մի հատ էլ դու պետք է երևի ինչ որ չափով իրանից մի քիչ որովհետև դու փնտրում ես պրոֆեսիոնալ հոկեբանների ինչ օրը կգցեն հա գիտեմ հոկեբույժները թե sense լավ կբանավիճեն այս բանի հետ կապված որովհետև ես ընկեր ունեմ ում հետ խոսում եի անտիդեպրեսանտների մասին, հենց նույն բանն է ասում, որ ըստ ամենայնի, երբ որ ինչ-որ ռեակցիա մոտդ առաջանում։ Չեմ ասում բոլոր դեպքերում, բայց դեպքերի մեծամասնության դեպքում դա պատճառ ունի։ Այսինքն հենց այնպես չի առաջանում լարվածությունը կամ դեպրեսիան։ Միշտ ինչ-որ
պատճառ ունի ու դեղը բնականաբար ինքը պրոֆիլակտիկ բան ունի, հա, ոնց ասեմ, ցավազրկման նշանակություն ունի, բայց ցավի Ինքը չի, պատճառը որպես հա, այդպեսին ինքը չի այդում չի խորքը, լուծում։ խորքից վեկալի, այո, Եկեն դու անընդհատ բթացված ապրում ես, բայց քո օրգանիզմը ու քո կառույցը քեզ բան է հուշում, ասում է, եղբայր, մի բան այն չի, հələ մի հատ ճիշտ ես ոչմ, ասում, էլի։ ճիշտ ես Դու ասում, ասում ես, չէ, սուս մնար, ես ոչ նորմալ ես գնամ իմ անելիքը անեմ, կամ հանգիստ, ֆունկցիաս կատարեմ, հանգիստ, այդ ֆունկցիաս կատարեմ, կամ այսօր էլ անցնենք, վաղն էլ անցնենք ու տենց անցնում է մի ամբողջ կյանք։ Հետո երբ որ արդեն դու դա օրինակ գիտակցություն ես ունենում ու դադարացնում ես ինչ որ պահ, դա արդեն այնքան քո դե համակարգ է ինքը, ոնց քեզ ասեմ, դու դրսից իրան զիբիլ ես տալիս սինթետիկ, որ ինքը մնա, բայց այդ սինթետիկն էլ օրգանիզմը փչացնում։ Այդ սինթետիկը ուղակի առանց պաբոշնի էֆեկտներով չեկավ չգնաց, էլի, հա։ Ու երբ որ դու այս աշխարհը տեսնում ես, արդեն պարզ է լինում հարցի պատասխանը, թե մարդիկ խի են հեռացած մարդկանցից։ Որովհետև այս աշխարհի արագությանը չեն դիմանում ու հետևաբար ստանում են խնդիրներ, որոնք որ լուծումներ չեն ստանում ու որոնք որ բերում են մարդու իզոլացմանը մարդուց։ Էսա դառնում թեման։ Մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ոչ թե ուրիշ, այլ նույն դասի պատկանող, էլի։ Սակ, ես վերջերս էլի մի հատ մեր ընկերներն էին եկել, գործընկերները Վրաստանից, վրացիներ, ռուսներ են։ Եվ դու փոքր իրականության մեջ ես շատ դժվար է հասկանալ, որ այլ լեզվով, այլ մշակույթով ապրող մարդիկ կարան էլի բան ունենան իրանց մեջ։ Շատ հիմար բան եմ ասում, բայց մեզանում շատ տարածված բան է, եւ դա առհասարակ հատուկ է բոլոր տենց փոքր միջավայրերում ապրած մարդկանց։ Քեզ թվում է, թե իրանք լիարժեք չեն, իրանք այն շատ նուրբ մարդկային բաները չեն հասկանում, չոր կթվան, հա։ Հայաստանից դուրս եկածների մեծամասնությունը օրինակ եվրոպացիների մասին այդ պատկերացումը ունի, որ այնտեղ գիտես ինչ որ sense սառը հոգի չունեցող մարդիկ են։ Իրականությունն այն է, որ նույն տոկոսային հարաբերակցությամբ եւ Եվրոպայում կան այդ կյանքի համն ունեցող մարդիկ եւ Հայաստանում շատ չնչին է տարբերությունը։ Հա։ Ուղղակի մենք փոքր ենք ու մենք փոքր ենք, մեզ շատ հեշտ է կապ ստեղծել, կոնտակտ ստեղծել եվրոպական երկրներում ու առհասարակ ավելի բարդ sense ասած հասարակություններում կապը մարդկային հարաբերությունը այդ անընդհատ ատականների ֆոնին շատ դժվար է ստեղծել։ Ոս ընկերներս են եկե գործընկերներս, որոնց չեմ ճանաչում։ Զուգահեռ, այսինքն ես իրանց հետ օր եմ անցկացնում ու զուգահեռ իմ վարքը ու իրանց վարքը անալիզ եմ անում։ Ինձ հետաքրքիր է ինչ է տեղի ունենում։ Երբ որ նոր մարդիկ են մտնում, այդ ավելի շատ մասնագիտական է, քան որ աշխատում ենք ընկեր։ Ասենք հենց այդ է, ինձ այդ է շատ հետաքրքիր ու ես գիտես մի 50%-ով իրանց հետ ինչ որ ուտել, խմել, գնալ, բան, ինչ որ իրավիճակներ, որոնք էական չեն, մի 50%-ով էլ նայում եմ, ինչա կատարվում, որովհետև իմ համար այդ նյութ է, ես շատ եմ սիրում փոխհարաբերություն, բան։ Ու ինչ էի հասկանում։ Ամենահասարակ ու ամենա sense, գիտես շատ արժանի խուսափելու խոսակցությունները, հաշիվ փակել, հա, ասենք ինչ որ փոքր դրվագ է։ Մի հատ տղա կար, ես զգացի, որ այս տղեն նախ այդ փոքր process-ից առաջ ինքը ստրես է տանում։ Այսինքն ինքը իսկապես այդ սեղանին նստած ամբողջ ընթացքում կենտրոնացած ինչ որ հարցեր էր ինձ տալիս, որոնցից ես հասկանում եմ, որ ինքը այդ մասում խնդիր ունի, insecure է։ Հետո ամբողջ օրվա ընթացքում այդ դրվագները կրկնվեցին, ու ես հասկացա ինչքան պրիմիտիվ տեղերում խոցելի կարա լինի մարդը, որ մեր համար տրամաբանված չլինի, ասես, դե լավ դե թուլացի ապրելի արի վրա։ Բայց ինքը խոցելի է։ Ու ես հասկացա ինչքան դժվար է այդ բարդ համակարգերի մեջ ապրող մարդկանց նոր շփման ու կոմունիկացիայի գնալը, որովհետև այդ նոր կոնտակտը ենթադրում է հարյուրավոր այսպես դեպքեր, ճիշտ է, որոնք իրանց համար ոչ թե պարզ քննարկելի բաներ են, հա, կամ սոցիալական առումով լուծված։ Մեր սոցիումը լուծել է այդ հարցը։ Եթե դու ավելի ապահովված ես ու հանգիստ ես, դու միանգամից գնում փակում ես հաշիվը, հա, չես թողնում որ ոչ մեկ դիսկոմֆորտ զգա։ Սոցիումը ինքը լուծել է այդ հարցը։ Դու կարիք չունես դրա վրա էներգիա ծախսելու։ Իսկ այն մարդը, որ ինչ որ խոցելի ավելի իրավիճակում է, միջավայրում է, ու իրանք իսկապես, ասենք, ուրիշ երկրից այլ երկիր եկած ու տենց բարդ տեղավորված մարդիկ են, վստահաբար այսպես լի քաղաքականների տակ, իր համար այդ փոքր հարցը ես վստահ եմ, որ ինքը չվայելեց մեծ մասը։ Հա,
Հա, Ու իմ համար տրամաբանվեց ինչի են իրանց մեծամասնությունը խուսափում նոր կոնտակտներից ու նոր հարաբերություններից։ Այդ հա, այնքան մարտահրավերային է ու այդ այնքան անկանխատեսելի ու անհաշվարկելի է, որ այս մարդիկ պրոստը վախենում են մտնել դրա մեջ։ ճիշտ ես ասում։ Ու էդի նաև լրիվ շատ լավ կետ ես բերում։ Ընդհանուր Գերմանիայում, որ ես արդեն 12 տարի ապրում եմ, ամեն ինչ պլանավորած է։ Պետք է ոտից գլուխ ամիսդ պլանավորած քո բլոկնոտի մեջ գրած լինի, անգամ քո բանը էլի անձնային կապերի հետ ունեցած քո հանդիպումները այս շաբաթ, հաջորդ շաբաթ ու 3 շաբաթ հետո։ Ու երբ որ այս մարդիկ օրինակ գնում են ճանապարհորդության, իմ մտերիմներից մեկը պետք է եթար Կանադա, իր ընտանիքով պետք է եթային։ Ինքը բացել էր, ուսումնասիրում էր, թե իր գործողությունները որը պետք է լինի, եթե իրանց վրա արջ հարձակվի։ Ես էդի լսա օր ասում եմ, ես ինչ Դե ասում։ ապրիելի, ինչ ես Դե հա, որովհետև ինքը լսել էր դե Կանադայում արջեր եւ այլն մարդ ես։ Այսինքն ինքը իշքան պետք է իրան պատրաստի, որ ինքը մի հատ ճանապարհորդության գնա։ Ու ես էլ լրիվ հակառակ ինչ որ բանի սորտի մարդ եմ, ես չգիտեմ վաղը ինչա գալու գլուխս, այսօր կարողա վաղվա վրա թիքետ առնեմ ու վաղը լեմ ես իմ ուր, ու ես որ սենց եմ ապրում, իրանց մոտ զբոյա տալ։ Արոսում ինձ ոնց է սենց լնում, որ մարդը կարա այսքան իմպուլսիվ հելնի, որոշի հելնի էթա էլի, հա, բա հարցնում են, ասում են, այդ ոնց հասցեալ, ասում են, ոչ էլ հասցրել եմ, գնացի մի քաղաք, հետո ջոգի լավ չէր, գնացի հաջորդը բան սենց, ու դու հասկանում ես, որ այս մարդկանց հետ հենց էտա, դու չես էլ կարա սպոնտանության գաս, ու այն կայֆը, ինչի մեջ դու կյանք ես, այսինքն կյանքին կայֆը, որը բռնում ես այն ապրելակերպի մեջ, դու չես կարա իրանց հետ կիսես, որովհետև իրանք ամեն ինչի մեջ դողերոցքում են։ Ու քո ասածից է այդ ամեն ինչը նաև գալ էլի, այսինքն դու նոր մեկնաբանեցիր թե էդի ոնց է իրար հետ կապվում էլ։ Վախ։ Տեսակ դեպքերում գլխավոր մոտիվը միշտ վախն է։ Այսինքն ինչքան պլանավորված ու կանխատեսելի է, այնքան ինքը իր բանի մեջ է ազգում։ Սա ինչից է գալիս իմ կարծիքով, երբ որ դու քեզ չես ներում սխալվելուց։ Այո։ Երբ որ դու քեզ չես ընդունում ոչ ճիշտ լնելուց եւ ոչ հարմարավետ, այսինքն ի վերջո գալիս է կպնում է եսի հարցին, որտեվ շատ տենց իրավիճակներում դու կարաս կողքից թվաս ոչ կատարյալ կամ բան էլի, սենց ինչ որ ոչ քեզ համար հաճելի թվաս։ Հա։ Իտո սրանց ոնց որ սա հաղթահարելով հավանականությունը, որ դու շատ ավելի հետաքրքիր փորձառություններ կունենաս, շատ մեծ է, հա, բայց որ դու ֆիքսված ես սրա վրա, դու քեզ չես կարող ներես թեթև թերությունները ու քո համար ոչ հաճելի իրավիճակը, տոտալ կոնտրոլ ես ուզում ցանկացած իրավիճակում, դա լավ օրից չի սենց ասած։ Դու չես կարողանում ընդունես ու հասկանաս, որ քո գիտակցական կողմի հետ կա նաև ենթագիտակցական ինչ որ բնազդային բան, որոնք կարան դրսևորվեն։ Ու քո ազատությունը ոչ թե այդ ամեն ինչը նախապես պլանավորելու ու կառավարելու արդյունքում ասենց ասած տեղավորվում ձեռքերիդ մեջ, այլ պրոստը ընդունելով, որ հաճախ դու կարաս լինես ոչ բան, հա, ասենց իդեալական, ոչ ճիշտ։ Սարոշկետ հարթուկաշ չլինի օրինակ։ Դե հա, օրինակ էլի։ Ու այդ ամեն ինչը վարժություն է սա։ Ինձ թվում է մարդը, եթե կյանքը ինքը իրոք սիրում է, այդ կյանքի բույրը էլի խիտ, ինքը չի կարա չանցնի այդ վարժությունները, որովհետև եթե ինչքան կյանքը դու սիրում ես, այդքան դու զգում ես, որ դու պետք է ավելի շատ գնաս դեպի անհայտը։ Իսկ անհայտությունը միշտ ինքը ստրեսացին է։ Ինքը այնքան ստրես է բերում գլխիդ, կարողա դու գիշերը չքնես։ Դու վաղը գնում ես մի անհայտ միջավայր, դու չես իմանում ինչա քեզ սպասվելու, ոնց ես անելու, ինչ վտանգների ես բախվելու, ինչ մարտահրավերների։ Բայց եթե մարդ այդ վարժություններից փախնում է, ինքը ընդհանրապես գալիս անգնում է լրիվ ուրիշ սֆերայի մեջ, որ ամեն ինչ պետք է պլանավորի, ու առանց պլանավորման ինքը մի քայլ չի անում։ Ես դրան միշտ ասում եմ, այսինքն դե շատ հաճախ են հանդիպում։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց իմ կյանքում շատ հաճախ են հանդիպում այդ տեսակ մարդիկ ու ընկերներիս մեջ հատկապես։ Ես բայց շատ կներես որ ընդհատում եմ, բայց դա ինձ թվում է ինդուստրիալիզացման հետ նաև կապ ունի, որ մարդկանց մեջ սրսկել են էդի այն երկրներում,
ավելի sense լիբերալոտ երկրներում, որտեղ ինդուստրիան գործում է, որ մարդիկ իրանց տեղում լռվեն, ու մարդիկ իմանան, որ իրանք իրանց ռամկեքից չպետք է հելնեն ու որոշում չկայացնեն։ Հոպ ախպեր դե հավեսս փախավ, բան չէ։ Եթե մի րոպե դու շուտ հելար, չի ներվելու։ Ու էդի բերել հասցրել է այն վախին, որ մարդիկ ասում են, լավ, ամեն ինչ ես կպլանավորեմ, միայն թե իմ ռոճիկն այդքան տվեք, ու ես ձեզ չեմ բանանի, անախորժ բաներ չեմ բերի ձեր գլխին, էլի։ Ու Հայաստանում էլ է դա այցելել Սամ ջան արդեն։ Մի հատ անկեղծ բան եմ, չէ, հա, вообще հանգիստ կարաս երբ որ բանն ես ասելու, ասես, նայ, մենք միշտ հակված ենք ասելու, որ դա ինչ որ սրսկված ու պլանավորված է, հետաքրքիր է, բայց սակ մի բան եմ հասկացել, որ մարդու էությունը ինքը հակված է գնալու այդ հեշտ ճանապարհով։ Այսինքն, եթե դու պայմանականորեն մի հատ շատ գիտակցված սոցիում տանես, տնես մի հատ փակ տարածքում ու իրանց հետ էքսպերիմենտ անես, կարգ ստեղծեք, կանոն ստեղծեք, հավանականությունը, որ ինչ որ փուլից, հա, ինչ որ հատված վերարտադրվում են, չէ՞, դե բնականաբար այդ մարդիկ, ինչ որ փուլից, ինչ որ հատված բնազդով է առաջնորդվելու ու ոնց որ այդ սոցիումում գործող մեխանիզմները ավելի շատ այդ բնազդի, սենց ասած մոտիվով է սկսելու աշխատել, բավականին մեծ է։ Այսինքն, եթե անգամ ինչ-որ համակարգված process չլինի այս ամեն ինչը սենց դարձնելու, մենք մեր բնությամբ այն բնազդայինով են, որ առաջինը ռեակցիա է տալիս, առաջինը ուզում է, ու այն մեջտեղի հատվածը բացակա է։ Մենք սենց թենենց հակված ենք դրան, որ մեր մոտ ամեն ինչ ջնջեն, որ մեր մոտ ամեն ինչ ջնջեն, ասեն ամեն ինչ զրոյից սկսեք, կարծում եմ ինչ որ հարաբերակցությամբ տոկոսային, ինչ որ հատվածը գնալու է գիտակցված կյանքի ու գիտակցված հասարակության, ընդ որում այդ փուլը երաշխավորված չի, որ տևելու է տարիներ կամ հազարամյակներ։ Դու կարող ես շատ գիտակցված ու շատ որակով հասարակ կարգ ստեղծես, սոցիում ստեղծես, որը վերարտադրվելուց հետո այդ շղթան սենց ասած ընդհատվի, այդ վերարտադրված նոր մարդիկ որոշեն, ասենք, իրանց մեծամասնությունը նորից գնան բնազդի Այդպես ասեմ բնազդի ճանապարհ ինչ նկատի ունեմ, հա, որտեղ կարևորը կապիտալն է, որտեղ կարևորը հարստությունն է, որտեղ կարևորը քո հաջողությունն է, որտեղ քո միայն քո հաջողությունն է, որտեղ կարևորը ուտելիքն է, որտեղ կարևորը, այսինքն դու ես, հա, քո եսի շուրջը։ Իրականում կենթանին էլ այդ նույն սկզբունքով է առաջնորդվում։ Երբ որ դու տեսնում ես կենթանու վարքին, ոչ մի տարօրինակ ու տարբեր բան չի անում։ Էքերը արուներին են գրավում, արուները էքին, արուները դա ցույց են տալիս ուժի տեսքով, էքերը ցույց են տալիս գեղեցկության դերքով կամ հակառակը։ Եվ ուտելիքի կամ իշխանության կամ տարածքի պայքար կա, որը լրիվ նույն բանն է, ինչ այսօր կատարվում է։ Դու ուղղակի մտնես Instagram, նույն բանը թվայնացված տեղի է ունենում, հա, այսինքն թվային տենց էլի լրիվ նույն բանն է։ Նույն կռիվն է, բայց բնազդները լրիվ նույնն են էլի։ Չգիտեմ, ես հակված եմ նրան, որ զարգացումը ինքը ոչ թե տեխնոլոգիապես պետքա, ինքը տեխնոլոգիապես էլ պետքա լինի զարգացում, բնական է, բայց ես հակված եմ ավելի շատ այն զարգացմանը, որը որ ավելի ուղղված է դեպի հոգևորին։ Ու երբ որ դու տեսնում ես, որ տեխնոլոգիա է փոփոխվում, բայց մարդու հոգևոր աշխարհը ինքը դրան համընթաց չի փոփոխվում, բերում ես բոյերի։ Ու այդ բոյերը դու քո աչքով տեսնում ես, երբ որ չգիտեմ, սպիտակ տանը ինչ որ UFC չեմպիոնատ է կազմակերպվում, երբ որ դու տեսնում ես մարզիկները ոնց են կամ դու երբ որ տեսնում ես, որ ինչքան ներգրավվածություն կա մարդկանց այդ ֆանատիզմի, ֆուտբոլային խաղերի, սպորտի, բանի, այսինքն որտեղ որ կա ուժ, ու երբ որ դու դա տեսնում ես, սկսում ես ասել արա, ուժը չէ, զրելիշ է։ Դրան ասում են զրելիշ է։ Այդ հին հռոմեական բանը գիտես, չէ՞, Կոլիզեի իմաստը, այսինքն ինչ էր անում իշխանությունը հասարակության համար զրելիշեր ապահովում։ Այսինքն մեր այդ մարտիկներին լցնում այդ փոքր տարածքի մեջ, ասում էր կերեք, հասարակությունը ծարավա դրան։ Այո, որ մարդկանց այդ բուրըն քաղցը հագենա էլի, այդ արունը տեսնելով։ Ու այսօր էլ մարդը չի փոխվել, որովհետև շատ դժբախտաբար կասեմ, մարդկանց տրիգերներն աշխատում են այն ժամանակ, երբ որ անասուն վարքագիծ են տեսնում, օրինակ, հենց մեկը սոցիալական ցանցերով, քֆուր քյաֆար են տեսնում, հայհոյանք են տեսնում, ինչ որ մարդկանց են տեսնում, որ տեսնում ես, ասում ես, այս ցնդաբանությունը խի պետք է այսքան նայվի, օրինակ էլի, հա։ Ու հասկանում ես, որ
մարդկանց բնազդը տանում է դրան, ու մարդիկ դեռ ոչ թե դեռ, այլ ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ օրից մի օր էս ամեն ինչը ուրիշ կերպ է դառնալու, որովհետև ինձ թվում է այս աշխարհի իմաստը հենց կայանում է դրանում։ Այս աշխարհը մի հատ մեքենա է, որտեղ որ գալիս են մարդիկ, ու իրանք որոշ դրսևորումներով ցիկլ են անում, գնում են ամեն մեկն իր ցիկլը։ Ու այդ ցիկլը ենթադրում է նաև այն մարդկանց, որոնց մասին մենք շեշտում ենք, ում գիտակցությունը մի քիչ այլ է, ընկալումներն այլ է, ովքեր որ աշխատում են իրանց վրա, որ իրանց գիտակցությունը այլ կերպ անդրադարձ տա այն ամեն ինչին, ինչը որ կատարվում է, ու նաև մեծաքանակ այն մարդկանց, ովքեր որ հելնում են, ասում են, խփի դրան։ Գիտես, մի բան եմ հասկացել, մենք ժամանակի մասով ինձ դու հանգիստ ես, էլի ոնց է մեզ։ Չէ, լավ ենք, աղբերս, ընտիրա, սիրով խոսում ենք։ Գայդարա։ Այս վերջերս էլի տենց մի հատ եզրակացություն ունեմ, որ տեխնոլոգիական զարգացումը չի կարելի հակադրել մտավոր ու հոգևոր զարգացման հետ, այսինքն իրանք բաներ չեն, որոնց մեջ պետք է ընտրել։ Դրանք բաներ են, որոնք տեղի են ունենալու զուգահեռ, ու այդ տեխնոլոգիականից բացի լիքը ուրիշ բաներ են կատարվում եւ կատարվելու, հա։ Այսինքն խնդիրը ոչ թե ընտրության մեջ է, այլ գրագետ զուգորդման, որովհետեւ տեխնոլոգիական զարգացումը մի բան չի, որը չի եղել եւ կա հիմա։ Միշտ է։ Այսինքն երբ որ առաջին անգամ ինչ-որ մեկը փայտի կառույց է, փայտի կամուրջ է սարքել գետի վրա, այդ ժամանակաշրջանում եւ այդ իրականության մեջ դա ըստ ամենայնի տեխնոլոգիական բան է եղել։ Մեծ ինովացիա է եղել։ Ինովացիա է եղել։ Մարդկանց շատերը երկու երկիր կամ երկու ցեղի տարածք իրար կապելը կարային տեսնեին որպես մարտահրավեր ու որպես խնդիր պոտենցիալ։ Եվ իսկապես որոշ դեպքերում կարող լիներ։ Նույն պարագայում էս է, այսինքն տեխնոլոգիական զարգացումը այսօր ինքը նույնքան հնարավորություն է, որքան նաև մարտահրավեր։ Եվ ինքը նոր մի բան չի, եւ ինքը մարտահրավեր չի, որպես այդպեսին հոգեվոր աճին ու մարդու այդ տեսակի, այդ ձևաչափում զարգանալուն։ Ինքը գործիք է, եւ ինքը միևնույն ժամանակ կարող լինի նաև խնդիր։ Ես վստահություն ունեմ, որ ժամանակակից մարդու համար, մեր համար խաղի պայմանները բավականին բարդ են, որովհետև այսօրվա իրականությունը մեզ հետ ոչ թե կռվում է գիտակցականի դաշտում, ոչ թե կռվում է հասկանալի եւ տեսանելի դաշտում, այլ ենթագիտակցականի, որովհետև մենք գործ ունենք գործիքների հետ, որոնք այնքան լավ են ճանաչում մեր հոգեբանությունն ու մեր բնազդը, մեր քիմիան, մեր մի խոսքով ամեն ինչը, մեր կառուցվածքը, որ այլևս այն ինչ տեղի է ունենում մեր ու այդ տեխնոլոգիայի միջև ու կարելի է շատ հանգիստ ասել մանիպուլյացիա։ Այն ժամանակակից մարդը այսօր մանիպուլյացիայի ամենաբարդ եւ ամենակատարյալ ձևերից մեկի ազդեցության տակ է։ Այսինքն դու պետք է survive անես այն դեպքում, որ դու չհասցնես նույնիսկ տեսնել, նկատել, ֆիքսել, որ քեզ ուզում են այս գործողությունը անել տա։ Այս խաղի կանոնները բարդացնում են, որ քեզ թևերդ բռնել են, ասում են, գիտես ինչ, դու պետք է լինես մուսուլման, լրիվ ուրիշ կանոն է։ Երբ որ քեզ չեն ասում, որ դու չպետք է ունենաս որևէ տեսակի ինչ-որ հոգևոր ձգտում կամ միտք, բայց բոլոր գործողությունները միտված են դրան ու ապահովված է բոլոր պայմանները, որ դու մտքիդ ծերով անգամ չհասնես, որ կարող է գոյությունը ուրիշ ձևերել ունի, այս բարդությունը անոմալ։ Ու մեր պայմանը, մեր նախնիների sense ասած պայմանից մեծ հաշվով տարբերվում է սրանով։ Բայց ինքը օրինաչափ է, որովհետև այդպես պիտի լիներ։ Այս այն որ ասում ենք, որ մեր բնազդի, այն որ մեր 50%-ը հակված է բնազդով առաջ շարժվելու։ Այսօրվա օրինակով բերեմ, AI-ը մեր համար հավանական խնդիր է, բայց բիզնեսը, որ ուզում է ուղղակի գումար աշխատի։ Ես եղել եմ մեծ բիզնեսի կամ չգիտեմ, IT կազմակերպությունում։ Այնտեղ շատ մարդկային, շատ ոնց քեզ ասեմ, էթիկական նուրբ հարցեր նենց են ջրվում, որ ուղղակի անհնար է դա նկատել։ Այսինքն դու ուղղակի տեսնում ես մի խնդիր, որ պետքա փող աշխատել։ Դու կարաս աննորմալ որոշում կայացնես, ուղղակի մտքիդ ծերով չանցնելով, որ հենց նոր ես որոշում կայացրեցի, որ ասենք 18 տարեկան ինչ որ 40 ջահելի, պետք է շեղեմ։
Փողոցով իրենք Հա, գնալու են հա։ լինելու, ինչ որ մի հատ որոշում են կայացնել, որ ինձ է պետք, դու ուղղակի չես հասնի դրան, հա։ Այո։ Այսինքն կորպորացիան այդ բնազդը արդեն ոնց կես ասեմ, որպես մեխանիզմ ա նույնիսկ ինքը էլ մարդ չկա դրա թիկունքում։ Հա։ Այն որ վերցնում ես Նորմավորված է էդի, էլի։ նորմավորված է ու ստանդարտացված է, էլի։ Հա, հա։ Այ Աշխարհի ուղին է։ այդ լրջագույն մարտահրավերը այսօրվա մարդու համար։ Համաձայն եմ, Սամ ջան։ Իսկ այդ ամեն ինչի մեջ մի հատ էլ վերջի հարց ու բանանենք, որովհետև իսկ թվում է էլի կզրուցենք մենք։ Հաստատ երկար բարակ լավ զրույցներ ենք ունենալու։ Այդ ամեն ինչի մեջ ո՞նց ես իմաստավորում քեզ ու քո կյանքը, ախպեր ջան։ Սակ ջան, առանցքային բանը, որ իմ մեջ իսկականից շատ սեր կա։ Շատ սեր կա առ կյանք, առ այս ամեն ինչի ծերաչափ տրամաբանություն, առ մարդ։ Ես շատ եմ սիրում մարդկանց։ Ես վերջերս հասկացել եմ, որ ինձ գրավում են, այսինքն իմ համար նաև ապացուցված բան է, ոչ թե ինչ-որ իդեոլոգիական մի բան է, որ տենց ուզում եմ այդպես լինել, տենց է։ Ես ճամփորդություններից մեջ հասկացա, որ երբ որ այդ ճամփորդության մեջ կա մարդ, կա կոնտակտ, կա ինչ-որ մի բան մարդկանց հետ կապված կա։ Ինձ համար ավտոմատ այդ ճամփորդությունը ու այդ տեսակի գործունեությունը դառնում է ավելի կարևոր։ Այն տարածքները, որտեղ ես մարդ չեմ զգում, նույնիսկ ֆանտաստիկ տպավորիչ է, դա կարող լինի արվեստ, կարող լինի ես եթե տեղ չեմ զգում մարդ, ես չեմ զգում նաև ինձ։ Հետաքրքիր է, բայց մեր մարդ ըլնելու մեխանիզմը աշխատում է հետևյալ սկզբունքով։ Երբ որ դու զգում ես մարդ, տեսնում ես մարդ, հաստատվում ես նաև դու, քո լինելն է նաև ապացուցվում։ Երբ որ չկա այդ մարդը, ինչ որ առումով հետաքրքիր է, բայց չկաս նաև դու։ Համաձայն եմ ասել։ Սիրելով, այսինքն ես շատ սիրում եմ կյանքը ու շատ սիրում եմ իմ մարտահրավերները, իմ պատմությունը իր ամեն դրվագով, իր ամեն խնդրով, ինձ հանդիպած բոլոր մարդկանց ու այն մարդկանց, ում պիտի հանդիպեմ, ու այն իրավիճակները, որոնցում պիտի հայտնվեմ, էլի։ Քեզ շատ շնորհակալ եմ, ախպեր ջան, շատ ապրես, շատ լավ զրույցեր, շատ հետաքրքիր ու շատ բովանդակալից։ Շատ հաջող ստացա, եթե անկեղծ։ Ու փորձենք էլի զրուցենք, փորձենք կապով լինենք ու շնորհակալ եմ, որ իրար սենց էլի եմ ասում, չճանաչելով սենց դառավ ու կարողացանք այսքան բաց ու անկեղծ սիրուն փոխհարաբերություն ստեղծենք ախպերս։ Օրից մի օր որ գամ Հայաստան, սիրով նաև կարանք հանդիպենք։ Լավ եղի, միշտ լավը թող ուղեկից ախպերս։ Ապրես։ Հաջողություն ախպեր ջան։